Սկսենք ապաքաղաքական թեմաներից։ Ոչ թե գորգ, այլ խալի օտարածին բառով է ներկայացնում։ Հայոց լեզուն ենթարկվում է double penetration-ի ուժեղ Հայաստանի կողմից։ Հաղթապ Ամենամոտը action-ին սա է։ մենակ չիշիկ չան Ամենավստահ է։ Քարոզ Արշավի ամենաթեժ պահերից եղավ Սյունիքում։ Այդ հողը ինչով է մեր եղել։ Բարև ձեզ, Անկոմեդին է եթերում Քարոզ Արշավը շատ է, բայց մեկը հասցնում ենք դանայել ու հա որոշակի ներվայինցիկ դրանից սկսում է։ Որպեսի փրկեք այս երեխային ներվերը միացեք մեր Patreon-ին, իսկ ձեր ներվերը փրկելու համար այս 5 շաբթի համեցեք մեր stand-up-ին։ Այո, մազա մնացել sold out-ին, նենց որ շտապեք, շատ քիչ տոմսեր են։ Իսկ այս շաբաթ օրը մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ը հրավիրում է բոլորիս Rave-ի, ով ռեյվում? Ռեյվելույա, Afro- գրեմիակիր, DJ, Afrojack-ը, նենց որ բոլորով հանրապետության հրապարակ անվճար ցկցկալու, նենց որ հորքուր են ցկվեցնեք։ Մեր նոր stand-up-ը նախընտրական վակցինացիան արդեն այս 5 շաբթի է։ Մի քանի օրից հանդիպում ենք, մենք բեմից խոսում ենք, դուք քա ծիծաղում եք, վերջում խմում ենք եւ բոլորս երջանիկ ենք։ Ու շատ քիչ տոմս է մնացել, շատ մոտ ենք sold out-ին, նենց որ հաստրեք, բերեք մեզ sold out-ին։ Եվ այսպես շարունակվում է Քարոզ Արշավը երկրով մեկ։ Ձեզ համար հանրենք ամենահետաքրքիր մասերը, կմտածեք դուք, բայց չէ, լոքշնել ենք անել ձեր համար։ Ամենադախ Քարոզ Արշավը ընթանում էր մայրաքաղաքի սրտում։ Շարունակել կառուցել մանկապարտեզներ, շարունակել կառուցել դպրոցներ, ֆուտբոլի դաշտեր, ինչպես օրինակ այստեղ ֆուտբոլի դաշտը, որը ինձ նոր տեղեկացրին, որ վարչական շրջանի մրցույթով հաղթող ունենք եւ շուտով սկսելու ենք սարքել ֆուտբոլի, բասկետբոլի դաշտեր, ճանապարհներ, կոյուղագծեր։ Գոնե մի հոգի ձևի համար պատուհանից նայեր։ Հա ու մենք կարող է այս վիդեոն երբեք տեսած չլնեինք, եթե այն չգծեր ինտերնետ հենց ինքը Ավինյանը։ Խի ուրա էքսպրեսիան, ուրա էմոցիան, ուրա էքշնը։ Ամենամոտը action-ին սա էր։ ՔՊ ղեկավարի մարզային այցերին զուգահեռ նրա թիմակիցների մի մասն էլ Երևանում է Քարոզ Արշավանում։ Արա կարող է թողեք քնեն, կարա այդ խաղաղությունը բեկած ՔՊ Երևանյան Քարոզ Արշավի ամենադիտարժան դրվագներից մեկը դարձել է սա։ Բարձրահարկ շենքի մի պատշգամբից ջուր են լցնում քաղաքպայմանագրի անդամների վրա։ Okay, չէ, ամեն դեպքում երևի գնանք ղեկավարության մոտ, այնտեղ action-ը միշտ կա։ Ժողովրդի ծոցի էպիկենտրոնում Նիկոլ անում էր Քարոզ Արշավ Փաշինյան style։ Որ ճիշտն ասեմ, առավոտից բան չեն կերեն, նոր մի հատ թխվածք էր, իրանց մոտ, շատ լավ թխվածք էր։ Բայց եթե անկեղծ ասեմ, բրդուճից չեմ հրաժարվի։ Այս ինչ սեղան է գցե, բարև եղբայր։ Մի վրազի։ Շատ համովամ։ Լավաշը մի քիչ չոր է, բայց գոհ է վարչապետը ուտելիքից, հրավիրում է նաև Ալեն Սիմոնյանին։ Ազգային ժողովի նախագահը շատ արագ է հրաժարվում, պատճառաբանելով, թե սոված չի։ Չէ, շնորհակալ եմ, ես այս ժամին հաց չեմ ուտում։ Արի ձևեր մի տապի, ասում ես սոված եմ։ Չէ, պարոն վարչապետ, շնորհակալ եմ։ Որովհետև Ալենը այդքան ժողովրդի ծոցից չի, ինչքան Մեծարգոյևիչը։ Ոչ մեկ այդքան ժողովրդի ծոցից չի, ինչքան Մեծարգոյևիչը։ Բայց հələ մի հատ դավայց, մի հատ են ֆիրմային պահերից են գնացինք պա Ագարակում գրեթե պատրաստ է դիահերձարանը։ Նիկոլ Փաշինյանին այս բնակիչը մոտեցավ, որ շնորհակալություն հայտնի դիահերձարանի կառուցման համար։ 2 տարի առաջ էր վարչապետը խոստացել ագարակցիներին կառուցել այն։ Այս համայնքում իրականացված աշխատանքը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը չմոռացավ, որ ավարտին է մոտենում շինարարությունը։ Միայն թե մի խնդիր կա, չեն կողմնորոշվում բացումն ինչպես անել։ Ոնց ինչպես բացել դիահերձարանը։ Սիրուն, փուչիկներ, ֆուրշետ, DJ, սիրված երգիչ-երգչուներ, կամո բլոգին հրավիրեք լուսաբանի, որ սա քաղաքը իմանա։ Конечно, ու որպեսի անճաշակություն չլինի, փուչիկները թող սև լինեն։ Այո, մարդիկ ամեն օր չեն գնում դիահերձարանի մոտ։ Գիտեք, որ արդեն ավարտվում է։ Ես ամեն օր դեմ գնում եմ, գիտեմ։ Լավ։ Okay, մի քիչ ավելի ուրախ պահեր են ուզում։ Դուք ուրախ ավտոբուսով եք եկել։ Գնացեք մարդկանց մոտ մի 20 անգամ հիշեցրեք, որ թոշակեք բարձրացրել, սաղ պետք է ես սովորացնեմ։
Վարչապետին հիշեցնել, նախկինում եւս վարչապետը իրենց տանը եղել է, տեսակցել տատիկին։ Մինչ Փաշինյանը փորձում էր հիշել, տղամարդը հավելեց. տատիկը էլ չկա։ Հա? Բայց հիմա տատիկը չկա մա։ Աստված հոգին լուսավորի, Աստված հոգին լուսավորի։ Այս մի տանն էլ հանգուցյալը Փաշինյանի երկրպագունն էր։ Մահացածի մասին այդպես պատմեցին վարչապետին։ Աստված հոգին լուսավորի։ Ինչ որ տրամադրությունը ընկնում, ասենց չի լինի։ Կակրաս ընդեղ լավ, օքեյ, եկեք գնանք օրինակ Քոչարյանի քարոզարշավ, ընդեղ կարող է ուրախ պահեր լինեն։ Այնտեղ երբեք ուրախ չի լինում։ Вообще Քոչարյանի իմիջի վրա պետքա աշխատել, պետքա ցույց տալ, որ ինքն էլ է ժողովրդի ծոցից, ինչ որ cute պահեր են մեզ պետք։ Կարելի է մեր գեղեցկուհուն նկարից զբաղվել։ Այո, ձեզ տար։ Հա, վստահ ձեր։ Այո, անպայման։ Մենակ չիշիկ չան։ Ամենավստահ ձեր։ Չէ, դե հիմա այն թիվը չվերջի շիկանը։ Ո՞նց անենք, որ Քոչարյանի քարոզարշավի cute պահերը չփչացնի ինքը Քոչարյանը։ Ընդհակառակը թող երեխային չի շիկանի, դուք էլ կասեք մերոնա, սա մերոնա, դուրս եկեք ժողովրդի մեջ, շփվեք։ Ընդհանրապես կարելի է ասել պամպերսները թանկացրել է Նիկոլը, դրա համար էլ տենց եղավ։ Բայց հա, ժողովրդի մեջ շփվելը հաստատ cute է։ Так, լավ է, սիրուն երեխա։ Ուժեղ տղու հետ նկարվեցինք, լավ է։ Հիմա բարևում ենք պատահական անցորդներին։ Ստոպ։ Ինքը ձեր падգամավորն է, Արթուր Խաչատրյանը, ձեր հետ այսքան վաղ քայլում էր։ Մեզ վիրուսային cute moment, չէ, պարոն Խաչատրյանն է շատ cute, բայց ինձ վիրուսային cute բան է պետք։ Եթե Նիկոլը գա իր հավաքին, դա cute կլինի։ Նիկոլը։ Գլխարկը դնում է ուրիշ մարդ բանում, Լա, դիլ։ Հատա ռուզակ։ Դերենք դուխով։ Կարեկին դուշտեին եմ նամա։ Այս արդեն ավելի cute է։ Ես սպասում եմ ավելի cute։ Ավելի жизненный մի բան։ Միջև այս ամբիոն գալը այնպես ստացվեց, որ սենց համբուրվելով են գալիս և այստեղ այն ցենց այս կետում իմ գրասենյակի ղեկավարը Բագրատ Միկոյանը ասում է պարոն նախագահ սարոջկայիդ վրա պամադա կա ասի դու վկա ես տիկին Բելային կասես որ ուրիշ բան չի եղել Թե չէ տիկին Բելան կմտածի, այդ ինչա գալուց Դուա Լիպային եք տեսել եւ ոչ միայն տեսել։ Լավ, քանի որ այդ թեման բացեցին, եկավ լրջանալու պահը եւ այսպես մեր Եվրասիական օջախում, որտեղ տեղից էլ նես չի որ ամեն ինչ հարթ էր, բայց շարունակում էինք իրար հետ մնալ ունենց пассив-ագրեսիվ իրար կծմծել, զուտ երեխեքի խաթր։ Առաջին անգամ հնչեց բաժանվել բառը։ Նու հենց բաժանվել չէ, ապահարզան։ Բաժանվել։ Ապահարզանը այդքան սերիալային չի, էսի ժորտի ծոցից է։ Пошли бы по пути Կգնայինք փափուկ, խելացի եւ փոխշահավետ ապահարզանի ճանապարհով։ взаимовыгодного развода. Ազատություն ջան, բաժանման, ապահարզանը սիտուացիայի դրամատիզմը չի փոխանցում։ Եթե դուք չուղեք, ես եմ ստիպված ելնելու խմբագրել ձեր ռեպորտաժը։ Իսկ այս բաժանվելը երկկողմանի է, այն մյուս կողմը ինչ է մտածում։ Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ։ Ինչը вообще չխանգարեց, որ Աննան գնա, հիշում եք։ Հա, բայց փորձը ցույց է տալի, որ երբ ինչ որ մեկը Նիկոլից հեռանում է, հետո ինչ որ բայ վերադառնում է։ Այսինքն կարող է յատումից դուրս գանք մի 20 օր անցնի, Նիկոլը տքսուր ինչ որ TikTok նկարելուց լինի, մեկ էլ հետևս էս Պուտինն է անցնում արագ։ Շատ հնարավոր տարբերակ է։ Բայց մի հատ հասկանանք ինչու է մեզ թողնում Պուտինը ու գնում Կաբաևայի մոտ։ Եվրամիություն թե Եվրասիական տնտեսական միություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորում է Հայաստանի իշխանություններին արագ կողմնորոշվել, եթե Երևանը շուտ որոշում կայացնի Մոսկվայի հետ, բաժանվելը բերեմ քաղաքակիրթ կլինի։ Մեր գործը չէ, բայց միանգամայն տրամաբանական կլիներ անցկացնել հանրաքվե եւ հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան մենք էլ համարժեք եզրակացություններ կանեինք եւ կգնայինք փափուկ, խելացի եւ փոխշահավետ բաժանվելու ճանապարհով։ Այսինքն կմնանք ընկերներ ու իրար չենք ջնջի Instagram-ից, հա։ Instagram-ից կարող է չջնջի, բայց ամբողջ Instagram-ը նաֆիգ արդեն ջնջել է Ռուսաստանում։ Էդ էլ է տարբերակ։ Լավ, իսկ երբ է փաստաբանը արդեն թղթերով գալու օրը կա։ Այս հարցը կարելի է ներառել ԵԱՏՄ առաջիկա մայիսի 28-ին ու 29-ին կայանալիք գագաթնաժողովի օրակարգում։ Ոստորեն օրնել գիտենք։
Так, Սիգի, ասա խնդրում եմ որ Նիկոլը ինչ որ պլան ունի էս յատում հետ կապած, որ ինչ որ պայիս էս այկիդո է անելու Պուտինին, են Ժխսինբերգ Տոկաևին։ Ունի, պլան ունի, փող պատե պլանը ամսի 28-ին նա այնտեղ ուղակի չի գնա։ Ինչպես ասում էր Ջոին, be a man, just stop calling։ Զանգահարել են նաև Ղազախստանի նախագահին եւ տեղեկացրել, որ ես չեմ կարողանալ մասնակցել, որովհետեւ լավ արձակուրդում են։ Բացակայելնելու, արձակուրդա, բժշկի թղթով, ամեն ինչով։ Բայց յատմն մի տեսակ տես կարևոր բան չի, որտեղ մեր ամեն տարի 7 միլիարդ դոլարի արևտուր ենք անում։ Մի քիչ շատ կարևոր չի։ Նայեք, մեծահասակների կյանքում լինում են բայր, որ դու պլանավորել ես գնալ արձակուրդ։ Օրինակ մենք ամեն օգոստոս պետք է գնանք արձակուրդ, բայց հետո այնքան մատերիալ եք տալիս, որ չենք գնում արձակուրդ։ Ու դրա նախորդ տարին չեն գնում։ Ու դրա նախորդ տարին չեն, ոնց որ հասկացաք։ Արադեսախ պոլիտիկայա մինչև չխփի սովորական մարդու առօրյային, մինչև Վայլդբերիսի ապրանքները չսկսեն լավ ուշանալ, լավ։ Հազարավոր հայ տնտեսվարողների ապրանքներ այս պահին Վալբերիզի ռուսաստանյան հարթակում տեսանելի չէ։ Բեռնատարի վարորդը, որ գերադասեց անանուն խոսել, հետագա խնդիրներից խուսափելու համար ազատությանը պատմեց այս պահին փորձում է Ռուսաստանից Հայաստան բերել Վալբերիզի ապրանքները, բայց երրորդ օրն է չի ստացվում։ Ըստ նրա Վալբերիզի ապրանքների փաստաթղթերի ձևակերպումը միշտ մի քանի ժամ է տևել։ Առաջին անգամ է օրեր տևում։ Ոնց մեր լրիվ անպետք ու անիմաստ ապրանքները, որ Wildberries-ից առնում ենք, բայց հանգիստ կարող ենք անց դրանց ապրել, հիմա փաստորեն ուշանալու են։ Ինչ անիմաստ ապրանքներ։ Ապեր, դե նորմալ է, անիմաստ ապրանքներ, որ սենց առնում եմ։ Օրինակ, էսի նայ, սրա մեջ սենց կոնֆետներ ես դնում, սենց քաշում ես, հոп, սենց կոնֆետը բացում ես, կուզես։ Էս Հենց բարի առնում ենք։ Էս շատ խնդալու ասմի նոգա մեդուզայա, էսի արել։ Էս սաղ արել ես։ Էս սաղ արել եմ, մեկ նայում եմ սիրում, էժանել նման է, էսի թվում է թե ագնետուշից է, բայց ինքը դուրա բացում է, իրա մեջ կարաս գինի պահես կամ օրինակ շուտ անիմաստ ինչ-որ դինոզավրի բան։ Էս առանձին ես պատվել դինոզավրին։ Նարեկ դու ունես խնդիր։ Էս սաղ ընկերոջ համար է, իմ համար չի։ Գիտեմ։ Էկոնոմիկայի նախարարությունը միայն այսօր աշխատանքային օրվա գրեթե վերջում պաշտոնապես ծանոթեց, թե հայ վաճառողներն ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն ապրանքի ծագումն ու համապատասխանությունը հաստատելու նպատակով։ Իսկ Ռուսաստանը դեռ 2022 թվականից է սկսել իր երկիր մտնող ցանկացած ապրանքի համար պահանջել փաստաթղթեր, որոնք կապացուցեն, թե այդ ապրանքը որ երկրում է արտադրվել։ Այս բայդրությամբ ամենառեալ բանն է, որ կարա ազդի ընտրությունների արդյունքի վրա։ Պուտինի սպառնալիքը։ Չէ, Վալբերիզից անիմաստ ապրանքների ուշանալը։ Okay, վերադառնանք Քարոզարշավին եւ այսպես շատ սիրուն ակնթարթային կառմա տեղի ունեցավ մետրոյում։ Ոչ աչափնյակի։ Ինչի։ Նիկոլ Փաշինյանը որոշել է մետրոյով գնալ Էրեբունի Քարոզարշավի վճարային տերմինալը 2 անգամ մերժել է նրա քարտը։ Օգնության է հասել Ավինյանը, վճարել ՔՊ ղեկավարի ուղետոմսի համար։ Ծանոթով է։ Ահ, շնորհակալություն ես պահի համար։ Նայեք, մեկ-մեկն հենց հալնում, որ քարտը չի աշխատում։ Այդ դեպքում քաղաքացին ստիպված է օգտվել Telcel-ի QR-ից։ Մեկ Telcel-ի QR-ը չի աշխատում, մարդը ստիպված է օգտվել քարտից։ Բայց մեկ երկուսը չեն աշխատում միասին ու սիրելի քաղաքացին այնտեղ ապուշի պես կանգնած ալնում, որովհետև իր հետ ամեն անգամ Ավինյանը չի լինում։ Նույնս չէ, որ ամեն անգամ Ավինյանն է պետք։ Պահի։ Մոշիկ ունես, դրանով չի լինի, ինձ թվում է։ Որովհետև այդ քարտի տեսակով չի լինում կոնկրետ, իրանցից է պրոբլեմը տալիս։ Եկեք հետևը կստանանք։ Ես ասեմ, ուղղակի սովորական քաղաքացին, որ ասի ես գնամ հետևից ստանամ, մարդա մեկը վարորդներին հրահանգել է գիլդին բռնել տենց քաղաքացու հետ։ Քարոզարշավի ամենաթեժ պահերից եղավ Սյունիքում, որտեղ Նիկոլը հակադրվեց ոչ միայն նախկիններին, այլ նաև ինքն իրեն։ Բայց այսօր ինչ խոսում են, ասում են Բաղարաբաղը, Բարցախը։ Բայց նախորդ շրջանում էլ ինչ խոսել ենք, ասել ենք Բաղարաբաղը, Բարցախը, բայց վերջում ինչ պարզվեց։ Ասում են հող ենք կորցրել։ Այդ հողը ինչով է մերը եղել։
Ինչով մի հատ բացատրեք, ինչով այնտեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել են այնտեղ, բնակավայր ինչով ա մեր եղել։ Հա, ստեղ իհարկե կարելի էր Նիկոլին հակադարձել 19 թվականի Ստեփանակերտի հրապարակի ռետրո Նիկոլով, բայց դա շատ վաղուց էր արդեն։ 19 թիվը մի 45 ռետրո Նիկոլ առաջ էր։ Այո, դրա համար մենք հետ կգնանք 5 ամիս առաջ ու տեսնենք Արցախում բաներ անելու մասին ինչ էր ասում, տես բավականին թարմ ռետրո Նիկոլը։ Այսօր մարդիկ եկել են բան են անում։ Ղարաբաղ են լացում։ Ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար։ Ոչ մեկ։ Սկսած ֆինանսականից, ինչը երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից ինչը չի երևում ու չի երևալու երբեք։ Ու դե թվերնել թե ինչքան է եւ ինչ է արվել Արցախում, դες բավականին արձանագրված են։ Մեկ օրինակ Հայաստան համայնքական հիմնադրամը թվերը բաց ունի դրած։ Վարդենիս 114 կիլոմետր երկարությամբ մայրուղու կառուցումն էր, որն արժեցել էր 17 միլիարդ 318 միլիոն դրամ։ 2022-ին Մարտակերտի շրջանում իրականացված մեկ այլ ճանապարհաշինական ծրագրի արժեքը 6 միլիարդ 25 միլիոն դրամ է։ Արցախում տասնյակ դպրոցների ու կրթական այլ հաստատությունների շինարարության վրա եւս մեծ գումարներ են ծախսվել։ Այս մեկ դպրոցի կառուցման համար ծախսվել է $300,000։ 374,000 դոլարով էլ այս դպրոցն է կառուցվել։ $500,000 ավելի հատկացվել է մեկ այլ դպրոցի կառուցման համար։ Բայց այս հարցերը մարդկանց այդքան չեն հետաքրքրում։ Եթե նի դայ բող Վալբերիսը սկսի զանգվածային ուշացնել այս մեդուզաները, այդը չգիտեմ, այդը բռնվել։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որտեվ երկրորդ մասում բարձում է, որ բոլորը ունեն հայոց լեզվի հետ խնդիրներ, ինչպես նաև գոյություն ունեն փոքր կուսակցություններ, որոնց եւս պետք է անդրադառնալ։ Բարեկամներ, ընտրությունները մոտենում են ու չենք կարող ընդգծել, թե որքան կարևոր է, որ բոլորդ գնաք եւ մասնակցեք ընտրություններին։ Որպեսզի ավելի լավ հասկանաք ինչքան կարևոր է ձեր մասնակցությունը, մենք նկարել ենք այս հոլովակը։ Եվ եթե ոչ ոք չունի առարկություն, ՔԿԱԳ-ն հայտարարում է ձեզ հայր եւ կին։ Կներեք, բայց այս Հերմինեն չի։ Գիտեմ, այս գայնն է։ Բայց ես պետքա Հերմինի հետ ամուսնանայի։ Իսկ դուք գնացել եք ընտրությունների։ Չէ, խառնի հարսանիքով։ Երբ չեք գնում ընտրությունների, ընտրում են ձեր փոխարեն։ Ախր իրար вообще չեն ճանաչում։ Գոնե ասա ինչ մյուզիկ ես սիրում։ Թաթուլ բրատս։ Կարևոր հիշեցում մեր արևային գործընկեր Solar Holding-ից։ Արևային կայանը ավելի շատ է հոսանք արտադրում, քան դուք կարող եք սպառել։ 10 կիլովատանոց արևային կայանը արտադրում է 65,000 դրամի հոսանք, բայց դուք ծախսում եք 35,000 դրամ։ Եթե մինիմում 3 դասարան ավարտել եք, ապա կհասկանաք, որ տենց ավելի շահավետ է։ Մի հատ էլ ChatGPT-ից ճշտում ենք արագի մեջ, որն է ավելի շատ ձեռ տալիս եւ արագ գրանցում ենք ձեր պատվերը։ Եվ այսպես եկեք սկսենք ապա քաղաքական թեմաներից, որովհետև ազատություն, մեր սրտի ազատություն ռադիոկայանը գտել է Երևանի կառավարման մեջ շատ կարևոր կոլապս։ Ինչ, էլի պրավալ են տալիս, հա Երևանը։ Երևանը պրավալ են տալիս ու ազատությունը դա նկատել է։ Մեր խալինա Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը ոչ թե գորգ, այլ խալի օտարածին բառով է ներկայացնում Երևանի սրտում արված գորգանախշը։ Ազատությունը նայեց Երևանի խնդիրներին, վերջին ժամանակների բոլոր խնդիրներին ու զգաց, որ ամենամեծ կենտրոնանալու լրվելու տեղը դա այն է, որ գորգ բառի տեղը Պետոն ասում է խալի։ Так Հիմա կարող իհարկե պայքարենք խավարի դեմ, բայց կարող ենք վառել մի մոմ ու ցույց տանք, թե որտեղ է իրական խնդրեմը։ Այս միտքը մենք տեսել ենք իրականում Գլենդելում, որը կենտրոն վարչական շրջանի քույր քաղաքն է։ Եթե տեսնեք, այդտեղ անցում չի իրականում։
այս երեք կողմերը կան անցում, այս անցում չի ու շատ կխնդրեմ, որ նաև մարդիկ շատ զգուշ եւ ուշադիր լինեն այստեղ։ Հետո հենց հիմա հետևդ մարդիկ անզգույշ եւ անուշադրաբարով քայլում են գորգի վրայով։ Բայց իրական ֆակապը նրանում է, որ գորգը կամ խալին շատ նման է անցումի ու մարդիկ տենում են, որ գորգը մտածում են դե այստեղով պետք է անցնեն, կարող է ոմանք նույնիսկ բոբիկանում են եւ անցնում են։ Արդյունքում սիրուն բարեփոխումը բերում է խախտումների։ Բայց ազատությունը սա չի նկատել, փոխարենը լրվել է, որ խալի է ասում, գորգի փոխարենը պատկերացնում եք խալի։ Չէ, արդարության համար պետք է ասենք, որ ազատությունը նաև խորքային խնդրեմ էլ է ստեղ նկատել։ Ներկայացնում է էսքիզի բնօրինակ գորգի լուսանկարը, որից պարզ է դառնում, որ այն գործվել է ոչ թե 19-րդ դարում, այլ 1 դար անց, 1928-ին։ 1828 թվականի հայկական խալու էսկիզով է արված։ Բետոն լրիվ վարի է տալի քաղաքը։ Ու գերքին ոչ մի խոսք նրա մասին, որ այդ գորգը մոլորեցնում է քաղաքացիներին, ոնց որ ինքը նման է զեբրին ու անցումի, էլի զեբրի։ Այս ոնց որ գորգ ներկած զեբրը լինի вообще։ Բայց այս ամենում ամենակարևորը Մեր խալինա Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը ոչ թե գորգ, այլ խալի օտարածին բարով է ներկայացնում Երևանի սրտում արված գորգանախշը։ Իսկ ոնց կլինի ավելի հայեցի ազատությունը փորփրում է հիմա զիբիլի մեջ, թե ազատությունը փորփրում է աղբի մեջ։ Вообще հիշում եք ժամանակին ազատությունը ինչքան նորմալ ռեպորտաժներ էր անում մի 10 տարի առաջ։ Օրոյս ինչ զրոյ ես էլի մտել, էլի Եվ սա դեռ ամենը չի։ Մնացածը OnlyFans-ում, որտեղ կբացահայտենք ազատության բոլոր երանգները։ Ես համաձայն չեմ։ Ես սիրում եմ ազատությունը, բացի այն 18-19 էйֆորիկ պայերի։ Մի խոսքով, եկեք աջակցենք ազատությանը։ Freedom, freedom, freedom. Freedom! Իսկ մինչ Աշոտյանը իրականացնում է Freedom ակցիան, հայոց լեզուն ենթարկվում է double penetration-ի ուժեղ Հայաստանի կողմից։ Ուժեղ Հայաստանը մեծ շուկով սկսեց իր հաղթարշավը։ Կամ, ինչպես ասում է Կիպրոսահայ բարերարը, Մենք այսօր սկսում ենք մեր գլխավոր հաղթաշարը։ Speechwriter, you had one job, ընտրես բառ, որ այս մարդը կկարողանա արտասանել։ Okay, so կենտրոնանանք եւ մի հատ էլ փորձենք։ Մեր ուժեղ Հայաստանի գլխավոր հաղթաշարը։ Okay, ով էր գրել այս դժվար բառը ամենասկզբում։ Ով է տորպեդա հարում ուժեղ Հայաստանին 3 վանկանի բառերով։ Ով է ԿՊ-ին մատակարարում նոր թար մեմեր։ Всё, էսի տարան մեմերի, հա։ Տարան ասիր ու պրծար։ Вообще այս ամենի արդյունքում սկսել եմ կարոտել այս մարդուն։ Ժամանակն է ուժեղ խաղաղության։ Վաղը ուշ է լինելու։ Հանրահայտ կանոն է։ Պատերազմը գալիս է այնտեղ, որտեղ չկա ուժ։ Իդեալական հայերենով խոսացող բարերար, մեզ սայն խոստվել, անի всё это։ Լավ, հա, հիմա մարդը մի հատ բառը խառնել է, ինչ ես կպրշկել։ Բայց որոշ մարդիկ չէին ներել հոլուցնագեն սնկի շուլուխը։ H A R T A R Ş A V Հաղթար շավ Հաղթարշավ Ու մեկ էլ ամբողջ քարոզարշավը կենտրոնացավ ոսկեղենիկի վրա։ Հա, բարձմա ոչ բոլոր տեխնատուներն են կարողանում իդեալական արտասանել в Кабардино-Балкарии, Волокординец-Болгарии։ Կամ Սաշա շլաս пошосей сосала սուշկու, չէ։ Հա, սուշկու։ Սա կրկնեմ, նորից մեզ փորձում են ներքաշել մի նոր արցախախնդրության մեջ։ Okay, մեծ մարդա տարերը խառնեց, զատո մի անգամ պատերազմ ա կրել։ Բայց չէ, հիմա ոնց բաց թողնի այս պահը։ Հ Ր Կ A C Ստոպ։ Հասկացանք, միակ մարդը, որ երբեք տարեր կուլ չի տալիս, Փաշինյանն է։ Բայց, ինչպես ասում է ժողովուրդը, ուրիշի համար լեզվաբանական փոս փորողը ի վերջո ռաստա գալիս Պղնձամոլի բդենի։ Երկրորդ ակնթարթային կարման։ Եվ հենց 2021 թվականից Զանգեզուրի պղնձամոլի բդենային կոմբինատում Փաշինյան Ալիք դու սուս, մենք դեռ չենք մարսել են միտքով, որ դու անցած տարի ԿՊ-ին նվիրատվություն ես արել։ Ինչ։ Factor TV Karpinch։
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ԿՊ-ին 2 միլիոն դրամի նվիրատվություն է արել։ Ֆիգետ։ Նենց որ ալիք, ինչ որ պետք է ասել Նիկոլին, ես կասեմ։ П Ղ Ն Արես ինչ երկար է։ В общем, Նիկոլը 10 տող պետք է գրի պղնձամոլիբդեն, Քոչարյանը 10 տող արկածախնդրություն, իսկ Կարապետյանը Հաղթարշավ։ թող սկսի թեն ու քն ճիշտ արտասանելուց, որտեղ ակնհայտորեն հայոց լեզվի դասերին երբեք չի նստել։ Այստեղ դու սխալ ես։ Ինչ վերաբերվում է սովորելուն, առաջի դասարանից մինչև 10-րդ դասարան բացարձակ գերազանցիկ է։ Չի կարող որևէ հայոց լեզվի դասատու 3 վայրկյանից ավել ձեզ լսել ու արդյունքում դուք լինեք գերազանցիկ։ Չի բռնում։ Լավ, վերադառնանք Քարոզարշավին։ Քոչարյանը շատ դրամատիկ կերպով ներկայացրեց վերջի տարիների Հայաստան։ Հայտարարություն է, որ 8 տարում մեկ գործարան չի բացվել։ Մեկ նոր ներդրում։ Պարոն Քոչարյան, ես ստիպված եմ հնչեցնել 3 շատ անհարմար տար GTB ստիլ ամրաների գործարան, որի մասին մենք մի քանի տարի է ճղվում ենք ստեղից, նյուժելի ոչ մի հաղորդում չի տեսել Քոչարյան։ Պաստորեն, մեկը դե ջանդամ, այս ապերը քանի հատ ինքնաբաց է։ Վերջի 5-6 տարվա ընթացքում մենք 7 հատ գործարան ենք բացել։ Ըհը, նարսել են կողմից ու ես հիմա պատկերացնում եմ ոնց է Մխիթար Հայրապետյանը իր կաբինետում գոռում Nvidia AB գործարան արդեն սարքում են։ Ավինյանը ոնց է բացականչում Հաչապնյակի մետրոն ենք բացել 3 տարի առաջ։ Ну չէ, դա երևի չի բացականչում, որովհետև դրա կենացը ուշացնում ենք։ Այս հաղորդման մեջ դեռ չենք խմել Հաչապնյակի մետրոյի կենացը, ինչքան շատ, այդքան շուտ։ Բայց իրականում ոնց որ մենք մի քիչ առաջ ենք ընկնում։ Մինչ մենք սպասում ենք նոր մետրոյի հակակոռուպցիոնի գաղտնալսման բաժինը նոր բացահայտում արեց։ Ենթադրաբար էլի ընտրակաշարք։ Ով, որ ուժը, Էդմոնը, որ ասեմ շնորհապետականը կհավատաս, չէ, բայց այս անգամ ամենահետաքրքիրը այն էր, որ մարդիկ փորձում են հրաժարվել կաշառքից։ Ապես, չգիտեմ դուք հեռախոսով խոսում եք թե չէ, բայց ընտրությունների համար ախպեր ես չեմ մասնակցում ոչ մի բանի։ Հայ, слушай, կամա բաներով կզի вообще ման տերտերը դու է զարմանես։ Չեմ ուզում ապես։ Կողոթի միջուց բան է կբռներ։ Չեմ ուզում սեն։ Կամա բանը մեներով Կասեմ չեմ ուզում, եթե կախված է դե դոնց է, չեմ ուզում։ Արա դե չի ուզում մարդը, ինչ մի հուպ կուդաս ու կուդաս։ Բայց ապերը չի հրաժարվում, չի հանձնվում, նոր գիտային փաստարկներ ա բերում, թե ինչի պետք է ընտրի ուժեղ Հայաստանին եւ ոչ մի դեպքում ԿՊ-ին։ ԿՊ-ի վրա պրագոնի ները կողեր են, ով որ բդենդրե ԿՊ։ Աստեղ է։ Ամարտիկ պրագոններ, քսախ պրիկը լավ տղեկի բռներ կդա, դուք իմանալով ախպրես Հայաստան իրար գմորտին դուք տենալով բդեշտակ բանենիք գյուղից Ադիկ դու գործունից են մակարծածել որ նորտիկ չդեմ դիք քեզ ով է տեղացրել բայց սխալ են երը Մարդը նույնիսկ պրագոնից չվախեցավ Հիմա ստեղ ինչ որ ապօրինի բան կա Ապրես տարեք շատ կոռեկտ ինտելիգենտ հարց Ես դու ես գրել Դրա համար շատ կոռեկտ ինտելիգենտ հարց Հիմա եթե բռնեն սմարտում բարձվի ուժեղ Հայաստանի տասովշիկներից է, ապա Արամ Վարդևանյանը հաստատ կասի հարգելիներս, օրենքը չի արգելում քֆուր դնել ԿՊ-ի մասով։ Ընդհանրապես չի կարելի մարդուն ազատազրկել զուտ սրիկալնելու համար։ Սրիկալները օրենքով արգելված չի։ Ու կարող է Արամը շատ էլ ճիշտ լինի օրենքի տեսանկյունից։ Բայց այս դեպքերը ազդել են Հայաստան դաշինքի վրա։ Ես հավատում եմ, որ դուք հաղթելու եք։ Ոչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու չենք մտնելու ինչ որ ուրիշ երևույթների մեջ։ Կուլտուրական ինտելիգենտ մարդ։ Իսկ այդ ընթացքում Կարապետյանի տանը հավաքվել էին Արարատի եւ Արմավիրի մարզի ներկայացուցիչներ։ Եվ ազգային բարերարը համարա հայրենով բացատրեց, թե ինչ է սպասվում, եթե գա իշխանության։ Ստեղծելու ենք վերամշակման ժամանակ շատ հետաքրքիր туриզմի համար կենտրոններ, այն որ հիմա մոդայիկ բառով ասում են, շատոներ, հիմա ամբողջ աշխարհը ման են գալիս Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի շատոներում անպայման նույն բանը մենք զարգացնելու ենք ձեր սիրուն շրջաներում։ Շատոն հետը բերում է շալե, շալեն բերում է շապիտո ու սկսում է շերշել ֆամ։ Okay, մի հատ զգացեք, այս մարդու դեմքից ինչքան է ոգևորվում, որ իրենց գյուղում կարող է շատո հայտնվի։ Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի շատոներում
Անպայման նույն բանը մենք զարգացնելու ենք ձեր սիրուն շրջաներում։ Ձյաձը կարծես ամբողջ խորությամբ չի զգում ինչքան լավ կնայվեր 16-րդ դարի շատոն մեծ մանթաշում։ Չենք մոռանում, որ կան նաև այլ ընդդիմադիր ուժեր ու անում կոմետին սրիկայաբար շնորհապետականներին չի անդրադառնում։ Մինչդեռ շնորհապետականները Գյումրիում էին։ Բայց պարզվեց ոչ բոլոր գյումրեցիներն են ճանաչում քաղաքական նոր ռոքաստղին։ Կանաչեցի։ Ո՞վ է։ Սարոն Սիմոնյան։ Իսկական պատերազմի մասը։ Շնորհակալ եմ։ Հաստատ չանցալ ասես այդ 5 գելերի մեջ է վարել անցնես։ Վայ, տատի, կամ օրքուր, այս կոմս լավ չի երևում, ոնց կարաք մտածեք, որ Գուրգեն Սիմոնյանը վախենում է գայլերից։ Ավելին։ Գել ենք բռնում, ինչպես եք խաբար։ Հասկացաք, գել բռնող Գուրգեն Սիմոնյանն է, յո։ Սակայն Գուրգեն Սիմոնյանը շրջանցեց մեկ այլ շատ կարևոր հարց. Кто ты, черт побери, такой, եւ ինչու դու կաս մեր կյանքում, եւ արդյոք ճիշտ էր սենց փորիկով սենց քիփ մայկը հակնելը։ Ու տակից որ պլեչիկներն մի քիչ երևում են, հա, լինք մի խոսքով շատ հարցեր մնացին անպատասխան։ Զատո պարզվեց, որ մեր Սուրեն Պետրոսյանը շատ սիրված է Գյումրիում։ Ով։ Այդ տենց հարցեր Գյումրիում չեն տալիս։ Ես լիքը բան գիտեմ, դա ձեր շնորհիվ է, որտեղ ես ձեր YouTube-յան ալիքի ամենա լսողներից եմ, երբ որ ես ներկայացնում եմ Պապ Թագավոր, ես ներկայացնում եմ Գյումրի, ես ներկայացնում եմ դա միայն ձեր շնորհիվ է, Սուրեն ջան։ Ես 14-ը ընտրել եմ առանց մտածելու։ Շնորհակալություն Սուրեն Պետրոսյանին Պապ Թագավորի համար։ Հիմա ոչ ընդես մարդու ում շնորհիվ բացահայտել ես Պապին։ Եվ այժմ օթից կախված հարց, ինչու ենք մենք լրում Արտուր Բրազերսի մասին։ Կամ ինչպես ասում են, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք։ Հա, որովհետեւ ուղակի ազգի վերածնունդը հերիք չես մարդկանց, նրանք նաեւ ազգի զարթոնք են ուզում, շատ տարբեր բաներ։ Եվ ինչ է մեզ խոստանում զարթոնքն ու վերածնունդը։ Անվտանգությունը առաջին հերթին պետք է բարձր տեխնոլոգիաներ, մասնավոր բանակների։ Այսինքն դուք մասնավոր բանակներ եք բերելու Հայաստան։ Այո։ Որտեղից։ Տարբեր տեղերից։ Մեծ մասը Աֆրիկա։ Այսինքն մենք այդ երկրներից բերում ենք մի 50,000 զորք, հա։ Ինչքան։ 80, նայած ինչ միսիա, ինչ գործ է։ Եվ ուղարկում ենք սահման։ Եվ ուղարկում ենք նույնիսկ ազատագրման։ Ազատագրման։ Ինչն ենք ազատագրում։ Արևմտյան Հայաստանը, թե Արցախը, թե Արցախ Նախիջևան, ասենք, սկզբից։ Հին ու բարի աֆրիկացիները մեզ կօգնեն։ Իսկ ազատագրելուց հետո ինչ են անելու այդ 80,000 աֆրիկացիները։ Արա դե հիմա Գլովոյա Yandex-ը կդասավորենք, թող նախ ազատագրեն։ Անցնենք առաջ, որովհետև քաղաքական ուժերը չեն վերջանում։ Այդ ընթացքում Բարգավաճ Հայաստանի ղեկավարը որոշեց կտրուկ իջեցնել կուսակցության ռեյտինգը։ Ոնց կարելի է իջացնել սեփական ռեյտինգը։ Ասեց, որ Լուկաշենկոն ցենտր տղա է։ Մի րոպե։ Ինչ հարց է եղել, որ Լուկաշենկոն պատասխանել է Հայաստանի համար։ 100 անգամ ասել եմ, կարակ Անդրանիկին Քոչարյանին հարցրեք։ Ասել եմ ինչ զենք պետքա տալիս է, հարցրեք, ասել եմ թե չէ, որ չեն դիմե։ Բայց օգնել է Ալիևին։ Ախպեր ջան, նրան էլ օգնում մեզ, ես ասում եմ, ասել եմ։ Լուկաշենկոն ամբողջ պատերազմ զանգում էր, ասում էր ինչով օգնենք, արա այս ինչա կատարվում, արա մոտենում են արդեն։ Ինչ, բայց Նիկոլ ասում էր, չէ, մի հարի մեզ օգնի։ Ստիպած պատերազմից հետո Լուկաշենկոն գնաց արդեն Ալիևի մոտ, ասեց մենք միշտ ձեր հետ ենք եղել, հիմա ինչա պետք անենք, որ հայերի քոքը վերացնենք Արցախից։ Надо возрождать, создавать на этих землях что-то новое, но там еще хуже, там надо убирать кое-что прежде чем возрождать. Խեղճի օգնությունը այնքան չընդունեցինք, որ դարավ սես տհաճ հակահայ մարդ։ Իդեպ, ընտրություններին արդեն վաբշե բան չմնաց, միջև հիմա չգիտենք ով է Ծառուկյանի վարչապետի թեկնածուն։ Անդադար ասում որ շատ են, բայց գոնե մի 4-ի անունը թող տա։ Կարող է վերջում պարզվի Լուկաշենկոնը, բայց մենք պետք է ավարտենք այս հաղորդումը ռեզինից չի, նույնիսկ Սունդուկյանի կոռուպցիային ժամանակ չմնաց, այնպես որ մնացեք մեզ հետ։ Բոլորիս կյանքում գալիս է մի պահ, երբ
կարիք կա տան դռները փոխելու։ Մեր գործընկեր Դոմուսը վաղուց դա հասկացել էր եւ մինչեւ մայիսի 31-ը դռների համար ունի գժական զեղչեր։ Շատ պարզ է, նշված տեսականուց գնում եք 2 դուր ու երկրորդը ստանում եք 30% զեղչով։ Ինձ ես մեկն ավելի շատ դուր եկել։ Գնում եք 3 դուր ու երրորդը ստանում եք 50% զեղչով։ Չգիտեմ ինչու դուք արդեն Դոմուսում չեք։ Եթե այստեղ դուռը լիներ, ես իմաց կբացեի ու կվազեի Դոմուս։ Տեսականին Դոմուս կետեմ։ Դեգի մոտներս չեպեյա։ Այն բնակարանի տեսարանն եք նկարում ու ամեն ինչ թարս է։ Մեզ բաց շագանակագույն լամինատ է պետք։ Հեսա հենց հիմա բոլոր գործերս թողնում եմ, քշում եմ շինանյութի խանութ լամինատի հետևից։ Քեզ ինձ էլ պստլիկ մաղարիչ։ Բաղնիկի սալիկները սցենարով բեժ են, իստեղ եսին ինչ գույն է։ Բայց մաղարիչը արդեն լավ կաթ ու մածուն կերած մաղարիչ է։ Ահա, Շատ խառնես։ ահա որ, խցանում վազվզոտ։ Դիվանի ոտքը ջարդվեց, մի տեղից գթի բեր։ Հա, ու մեկ էլ հերոստացույցը փչացավ։ Հիմա ինչ քշեմ քաղաքի մյուս ծեր կահույքի խանութ, հետո էլ տեխնիկայի մաղարիչը արդեն տիեզերքից երևում է։ Մի բան կմտածենք, դու մենակ բեր։ Հա, գալիս եմ։ Դոմուս, ամեն ինչ մեկ վայրից։ Մի կերպ հաստրեցի, չեմ լսում կախարդական բառը։ Շնորհակալություն։ Մաղարիչ, 1000 հատ խանութ եմ մտել քո խաթր։ Դոմուսի կայքը բացել եմ, մտքովդ ինչ անցնում է պատվիրի։ Դու գիտեիր, որ Դոմուսում ամեն ինչ կա։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում բարեկամներ դիտեք օրվա վիդեո բոցը։ Ոնց եք, ինչ ունեք ասել։ Իսկ առողջություն, դուք քանի տարեկան եք եղբայր, դուք։ Դուք վայ տնաշեն, ազնիվ խոսք, եթե ես 57-ից ավել հələ 70 տարեկան մարդու տեսքա, շատ ապրեք։ Բայց նշանակում է ձեր թոշակն էլ ավելացել։ OnlyFans-ում ես առաջարկելու եմ խոսել նրա մասին, որ ինչ դեբիլ սիստեմ են մտցրել քվեարկելու, որ ամեն բանի հետ 19 թերթիկից մեկը ընտրելու ես, 18 հատը գցես զիբիլը։ Ամբողջ հանրապետությունով Դե ջան, էտա ձևը որ ուրիշ բան է, ուրիշ թեմաներ։ Ես իմոտ գիտես չքան թեմա OnlyFans-ի համար։ Ինձ թվում է OnlyFans-ը կարող ավելի դե վերջի OnlyFans-ը կստացի 19 րոպե էր համար։ Այս մեկը հասնում էր Arm Comedy-ի, որտեղ նայեք, ուրեմն դրա համար ինչպես նայել OnlyFans-ը, պաս էսի OnlyFans-ը չի։ Ինչպես նայել, միացեք Patreon-ի, ընդ կտեսնեք OnlyFans-ը, որտեղ նաև after party։ Միացեք մեր Patreon-ին եւ այսուհետ գազի մարդը ձեր տան հաշիվը մի քիչ ավելի քիչ կգրի։